Ռուսաստանի Դաշնությունում պայթյունների հետևանքով երկու կամուրջ է փլուզվել, մեկը Բրյանսկի, մյուսը Կուրսկի շրջանում։ Կամուրջի փլուզումից Կիրակի գիշերը Բրյանսկի մարզում Մոսկվա մեկնող մարդատար գնացքն է դուրս եկել ռելսերից, կա 7 զոհ և 73 վիրավոր, այդ թվում երեխաներ։ Իսկ Կուրսկի շրջանում կամուրջը փլուզվել է հենց բեռնատար գնացքի վրա, 3 մարդ վիրավորվել է։ Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն Բրյանսկի և Կուրսկի շրջաներում տեղի ունեցած պայթյունները որակել է ահաբեկչություն։ Բրյանսկի շրջանի Պիլշինովի-Գոնիչի միակողմանի հատվածում Կլիմովո քաղաքից Մոսկվա մեկնող թիվ 86-րդ մարդատար գնացքի լոկոմոտիվը և վագոնները դուրս են եկել ռելսերից։ Պետրենկոյի պնդմամբ տրանսպորտային գործունեությանը ապօրինի միջամտության հետևանքով։ Կլիմովո կայանը գտնվում է Բրյանսկի մարզի հարավ-արևմուտքում, Ուկրաինայի հետ սահմանին։ Հունիսի 2-ից 4 զգո օրեր են հայտարարվել Բրյանսկում։ Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել է, որ 74 ուղևոր հոսպիտալացվել է, 4-ը երեխաներ են։